Բարև ձեզ։ Այս անգամ կքննարկենք քառակուսի եռանդամների, քառակուսի հավասարումների մասին խնդիրներ։ Տնայինի առաջին խնդիրը հետևյալն է. x քառակուսի գումարած bx գումարած 8 հավասարման արմատներից մեկը 4-ն է, պետք է գտնել b-ի արժեքը։ Այսինքն հավասարման արմատներից միայն մեկը գիտենք եւ նաեւ գիտենք այս գործակիցներից երկուսը 8-ը և x քառակուսու գործակիցն էլ գիտենք, որ մեկի է հավասար։ Պետք է գտնել x-ի գործակիցը։ Ինչպես անենք, կասես գոր։ Այո, օգտվելու ենք վետի թեորեմայից, այսինքն որ x1 անգամից երկուսը հավասար է 8-ի եւ x1 գումարած x2-ը հավասար է մինուս b-ի։ Այդ հետո ասելու ենք, որ x1-ը հավասար է b գումարած 2 բաժանած 2-ի։ x1-ը x1-ը հավասար է 4 անգամ գրենք 4-ը տեղադրենք x1 կամ x2-ում, կստացվի 4 անգամ x2 հավասար է 8։ Քանի որ գիտենք, որ երկու արմատների արտադրյալը հավասար է 8, ընդ որում այդ արմատներից մեկը 4-ն է, կարող ենք տեղադրել եւ գտնել մյուս արմատը։ Այսինքն այս հավասարումներում x1-ը փոխարինեմ 4-ով։ Ուրեմն x2-ը կստացվի 2։ Ճիշտ է, x2-ը ստացվում է 2։ Այսինքն մինուս b-ն հավասար է 6, ուրեմն b-ն հավասար է մինուս 6։ 4 գումարած x2-ը հավասար է մինուս b, քանի որ x2-ը 2 է, այստեղ տեղադրում ենք, ստացվում է 4 գումարած 2-ը հավասար է մինուս b, որտեղից էլ b-ն հավասար է մինուս 6։ Լավ։ Փաստորեն Վիետի թեորեմը օգնեց մեզ շատ արագ գտնել այս արմատները։ Կարող է ուզենաք կրկնենք Վիետի թեորեմը։ Եթե չեմ սխալվում, դուք այս տարի անցել եք։ Այո, մենք այս տարի անցել ենք։ Վիետի թեորեմն այն է, որ այս քառակուսի եռանդամի x1 եւ x2 արմատները կարող ենք բազմապատկել եւ գումարել, x1 անգամ x2 լինում է c-ն բաժանած a։ C-ն բաժանած a-ի համար մի հատ գրենք, թե ինչ նկատի ունենք a եւ c ասելով։ Եթե ունենք a քառակուսի x գումարած b x գումարած c քառակուսի եռանդամը, արմատների արտադրյալը լինում է c բաժանած a, չէ՞։ Այո։ Իսկ x1 գումարած x2-ը լինում է մինուս b բաժանած a։ Եվ այս դեպքում փաստորեն c-ն ունեինք եւ a-ն ունեինք եւ x1 ունեինք։ Ու դրա շնորհիվ միանգամից մյուս լուծումը գտանք։ Ընկեր Տիգրան, իսկ կարող ենք ասել խորանարդային հավասարումների համար իմ հիշելով կար Վիետի թեորեմը դրա համար։ Կար դրա համար։ Դա առաջարկում եմ փոքր ուշ քննարկենք։ Լավ։ Այս խնդրի լուծումից հարցեր կան։ Ոչ։ Իսկ կա մարդ, որ ուրիշ ձև էր լուծել։ Ես էլ էի սենց լուծել, բայց իրականում կարելի է այս խնդիրը մեկ այլ կերպ լուծել։ Ինչ է նշանակում 4-ը քառակուսի եռանդամի արմատը։ Ես մի ձև ունեի, ինձ թվում էր կարող եմ 4-ը տեղադրել արտահայտության մեջ։ Ճիշտ է։ Դե իրականում սա եռանդամ քառակուսի եռանդամը, իսկ հավասարումը այս եռանդամը հավասար է 0-ին։ Հիմա եթե մենք գիտենք, որ այս հավասարման արմատը 4-ը, ինչպես Գագիկը ասաց, կարող ենք ուղղակի տեղադրել 4-ը եւ պետքա հավասարումը լինի ճիշտ, ստանանք ճիշտ հավասարություն։ Որ տեղադրում ենք 4, լինում է x-ի քառակուսին 4-ի քառակուսի, գումարած b անգամ 4, գումարած 8։ Ստեղից ստացվում է b-ն հավասար մինուս 6։ Ճիշտ է։ Օրինակ 4-ի քառակուսին 16,
Այսինքն 4b-ն ստացվում է մինուս 16 մինուս 8, որտեղից էլ b-ն մինուս 6։ Այսինքն այստեղ նույնիսկ Վիետի թեորեմի կարիքը չկար։ Համաձայն եք։ Այո։ Այո, Այո, Դե եկեք մի հատ նմանատիպ խնդիր լուծենք։ Լուծենք հետևյալ խնդիրը։ Տրված է x քառակուսի գումարած bx գումարած c բազմանդամը կամ քառակուսի երանդամը եւ այս հավասարումն ենք դիպերքում հավասար է 0-ի։ Գիտենք, որ այս հավասարման համար 1-ը եւ 3-ը արմատներ են։ Եկեք գտնենք b-ն ու c-ն, այսինքն b-ն եւ c-ն հարցական։ Գագիկ Հարությունյան, կասես։ Այո, ամենասկզբում մենք կարող ենք տեղադրել արմատներից մեկը, օրինակ առաջին արմատը 1, կստացվի 1 գումարած b գումարած c հավասար 0։ Դրանից հետևում է, որ b-ն հավասար է մինուս 1 հանած c։ B-ն հավասար է մինուս 1 մինուս c։ Հետո մենք կարող ենք տեղադրել երկրորդ արմատը, կստացվի 9 գումարած 3b։ 3, եթե x-ի փոխարեն 3 տեղադրենք, գումարած 3b գումարած c։ c հավասար 0, քանի որ մենք գիտենք, որ b-ն հավասար է մինուս 1 հանած c, կարող ենք b-ն տեղադրենք, կստացվի 9 հանած 3 հանած 3c գումարած c։ Ճիշտ է, գումարած c, այս գումարած c։ 9 հանած 3 հանած 3c գումարած c հավասար է 0։ Այո, կարող ենք մեր անհայտները թողենք ձախ կողմում, հայտնիները տանենք աջ կողմ, կստացվի մինուս 2c-ն հավասար է մինուս 6, որտեղից էր c-ն հավասար է 3։ Եվ քանի որ b-ն հավասար է մինուս 1 հանած c, b-ն հավասար է մինուս 4։ Ճիշտ է։ Այսինքն հավասարումն է x քառակուսի մինուս 4x գումարած 3-ը հավասար է 0-ն։ Եվ սա կարելի է Վիետի թեորեմով էլ լուծել։ Այս դեպքում Վիետի թեորեմը ավելի հեշտ կլիներ, ի տարբերություն նախորդ դեպքի։ Ոնց անենք, ով կասի։ Քանի որ գիտենք, որ x1 անգամ x2-ը հավասար է c-ի, իսկ մեր x1-ն ու x2-ը համապատասխանաբար 1 ու 3 են, կլինի, որ c-ն հավասար է 1 անգամ 3 հավասար է 3-ի։ Իսկ b-ն հավասար իսկ x1 գումարած x2-ը հավասար է մինուս b, այսինքն 4-ը հավասար է մինուս b։ Այդտեղից էլ հետևում է, որ b-ն հավասար է մինուս 4։ Շատ ճիշտ է։ Հիմա սա մի անգամ էլ փոխենք այս խնդրի պահանջը։ Ունենք x քառակուսի գումարած bx գումարած c ֆունկցիան եւ այդ ֆունկցիայի գրաֆիկը անցնում է 1 0 եւ 3 0 կետերով։ Պետք է գտնել b-ն եւ c-ն։ Մենք քանի որ գիտենք, որ 1 0-ում առաջինը 1-ը դա x-ն է, իսկ 0-ն y-ը կստացվի նույն ձևով, իսկ երկրորդում էր 3 0, նշան բոլոր դեպքում մեր մոտ y-ը հավասար է 0, կարող ենք այդ 1-ը եւ 3-ը ներկայացնել ոնց տրված հավասարման արմատներ եւ նույն ձևով լուծել,
ոնց x քառակուսի գումարած b x գումարած c-ն, որի արմատները 1, 3 են, եւ քանի որ մենք արդեն լուծել ենք այդ հավասարումը, կստացվի c-ն հավասար է 3, b-ն հավասար է -4։ Շատ ճիշտ է։ 1-0 կետով անցնել, եթե գրաֆիկը անցնում է 1-0 կետով, դա նշանակում է x-ի փոխարեն տեղադրենք 1, y-ը կստացվի 0։ Ու 3-0 կետով անցնելն էլ նշանակում է, եթե x-ի փոխարեն տեղադրենք 3, y-ը կստացվի 0։ Այսինքն սա նույն պահանջն էր։ Նույն պահանջն է։ 1 եւ 3 կետերը իրականում x քառակուսի գումարած bx գումարած c-ն հավասար է 0 հավասարման արմատներն են։ Հարցեր ունեք։ Ոչ։ Լավ, եւ վերջին խնդիրը ունենք ax քառակուսի գումարած 3x գումարած c քառակուսի եռանդամը եւ այդ y-ը հավասար է այդ քառակուսի եռանդամի ֆունկցիան ենք գծում եւ պարզվում է, որ այդ ֆունկցիան անցնում է 1, 4 եւ -1, 2 կետերով։ Պետք է գտնել an եւ c-ն։ Ես ձեզ ժամանակ տամ, մտածեք, a-ի եւ c-ի արժեքները գտեք եւ գրեք ինձ։ Լավ, ինչպես տեսանք, այս կետերով հնարավոր չի, որ քառակուսի եռանդամի գրաֆիկը անցնի, այսինքն ոչ մի պարաբոլ չկա, որի այս երկրորդ գործակիցը հավասար է 3-ի, որը անցնում է այս երկու կետերով։ Բայց պետք է մի հատ գրենք եւ համոզվենք դրանում։ Գագիկ, կասես ոնց է իրարել։ Ամենասկզբում կարող ենք տեղադրենք առաջին լուծումը, դա 1/4-ն է, կստացվի 4-ը հավասար է a գումարած 3 գումարած c։ Դրանից հետո որ a-ն հավասար է 1 հանած c։ Հետո մենք կարող ենք դա հիշել եւ տեղադրենք արդեն երկրորդ հավասարումը, որտեղ կստացվի 2-ը հավասար է c հանած 1 a-ի փոխարեն c հանած 1 ենք տեղադրում, այո, թե 1 հանած c։ 1 հանած c։ Արի անգրենք, հետո նոր կտեղադրենք, լավ։ Լավ։ A անգամ -1-ի քառակուսի հանած 3 գումարած 3 անգամ -1, որը նույն հանած 3-ն է, գումարած c։ հետո մենք կարող ենք տեղադրենք, ստացվի 2-ը հավասար է 1 հանած c հանած 3 գումարած c։ Հետո մեր մոտ c-ը գումարում են ստացվում է 0 եւ եւ ստացվում է 2-ը հավասար է -2, իսկ դա սխալ է, նշանակում է այդ հավասարումը լուծում չունի։ Ճիշտ է։ Այսինքն ինչ պարզեցինք։ Մենք օգտագործեցինք, որ ֆունկցիան անցնում է 1-4 կետով, ստացանք կապ a եւ c գործակիցների միջև, հետո տեղադրեցինք -1, մենք ուզում էինք իրականում, որ անցներ -1 2 կետով, այսինքն y-ը 2 լիներ, երբ որ x-ը տեղադրում ենք -1։ Երբ որ x-ը տեղադրենք -1, y-ը լինի 2։ Բայց որ տեղադրեցինք, հայ այստեղ, հաշվեցինք, ստացվեց -2։ Այսինքն իրականում մենք իմացանք, որ եթե այս երկու պայմանները կան, ապա հակասության ենք հանգում, չի կարող անցնել 1-4 եւ -1 2 կետերով, բայց եթե -1 2-ը մոռանանք, այս պայմանից մեկ էլ են փաստից, որ այս x-ի գործակիցը 3 է, գիտենք, որ
Եթե 1/4 կետով անցնում է, ապա կանցնի նաև -1, որ կետով, -1 ինչ, -1 -2 -2։ Հիմա կարող եք փորձել, հետա ուղղակի վարժություն կամ մի քիչ հետաքրքրության համար փորձելու համար, կարող եք վերցնել ինչ-որ A, հետո կամ ինչ-որ C, մեկից հանել այդ C-ն, ստանալ A-ն, տեղադրել այս եռանդամի մեջ ու այս եռանդամը կանցնի 1/4 կետով։ Այդ ֆունկցիայի գրաֆիկը, պարաբոլը կանցնի 1/4 կետով։ Ու նաև կանցնի -1, -2 կետով։ Հետագայում էլի կլուծենք տարբեր խնդիրներ պարաբոլի գրաֆիկի մասին և կշարունակենք այս թեման, իսկ հիմա կուզենայի իմանալ հարցեր ունեք։ Լավ, քանի որ հարցեր չունեք, եկեք անցնենք գունային առաջադրանքի երկրորդ խնդրին։ Գոյություն ունեն արդյոք 3 հատ քառակուսի եռանդամներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իրական արմատ, սակայն նրանցից ցանկացած երկուսի գումարը արմատ չունի։ Կասես Միլենա։ Ես վերցրել եմ օրինակ x քառակուսի հանած 6x գումարած 8-ը հավասար է 0։ X քառակուսին հանած 4x գումարած 3 հավասար է 0։ Եվ x քառակուսի գումարած 3x հանած 4 հավասար է 0։ Առաջի երկուսը երբ գումարեցինք, այսինքն երբ ստացանք 2x քառակուսի հանած 10x գումարած 11-ը հավասար է, այսինքն այն ունի դա ունի արմատ։ Այդ երկուսի գումարը ունեն արմատ, ինչպես նաև x առաջինի գործողությունը և վերջինի գործողությունը, երբ գումարում ենք իրար։ Դա էլ ունի արմատ։ Լինում է 2x քառակուսի հանած 9x գումարած 4։ Այո, դա էլ ունի արմատ։ Իսկ երբ x քառակուսի հանած 4x գումարած 3-ը և x քառակուսի գումարած 3x հանած 4-ը, այդ երկուսը երբ որ գումարում ենք, չենք ստանում արմատ։ Ստացվում է 2x քառակուսի հանած 7x հանած 1։ Այո, Սա արմատ չունի։ այո, ունի։ Ոնց որ թե սա էլ ունի։ մեկ վայրկյան։ Դիսկրիմինանտով եկեք հաշվենք։ Լինում է 7-ի քառակուսի հանած, չէ, ավելի ճիշտ գումարած, և հանած 4 անգամ 2 անգամ -1։ Այսինքն 49 գումարած 4 անգամ 2, 8, 57։ Քանի որ դիսկրիմինանտը դրական է, այս հավասարումն էլ ունի արմատ։ Ստացվեց, որ երբ որ վերցնում ենք արմատներով հավասարումներ, գումարում ենք զույգ առ զույգ, դրանք էլի ոնց որ թե արմատ են ունենում։ Բայց իրականում այս հարցի պատասխանը, այս խնդրի պատասխանը այո է։ Այսինքն դուք կարող եք գտնել նենց քառակուսի եռանդամներ, այստեղ գրեք, որ իրենք արմատներ ունենան, բայց հենց իրար գումարվեն, այլևս արմատ չունենան։ Այս օրինակները փաստորեն, երբ որ գումարում էինք զույգերով, միևնույնը արմատ ունենում էին, բայց մենք ուզում ենք, որ գումարենք արմատ չունենան։ Հիմա ես կուզենայի դուք մի փոքր մտածեիք ու հետո քննարկենք։ Օրինակ ինչ երկու բազմանդամներ է կարելի գրել, որոնք արմատ ունեն, բայց որ գումարենք արմատ չունենան։
Ես գրել եմ օրինակ x-ի քառակուսի հանած 5x հանած 4 հավասար 0, Հանած 4, այո, հավասար 0 և x-ի քառակուսի գումարած 5x գումարած 5 հավասար 0։ Իրանցից ամեն մեկը ունի նույն պատասխան, իրա պատասխանը առաջինում դեն դրական է, երկրորդում 25-ից հանած 25, դա էլ է դրական։ երկրորդում 5-ի քառակուսի 25 հանած 4 անգամ 5 դրական է, առաջինում ինչ կներ, Առաջինում 25 գումարած 20, առաջինում 25 գումարած 16, 25 հանած 4 անգամ մինուս 4, նոմա 25 գումարած 16, որը դրական է, բայց եթե մենք փորձենք իրար գումարել, կստացվի 2x-ի քառակուսի գումարած 1 հավասար 0, և եթե փորձենք դրա դեն հաշվենք, կստացվի 0 հանած 4 անգամ 2 գումարած 1, անգամ 1, անգամ 1, որը բացասական է։ ճիշտ է, դες հավասարումը լուծում չունի, որովհետև ախր 2x քառակուսին հաստատ ոչ բացասական է, գումարում ենք 1, հաստատ 1-ից կանցնի, 1-ից մեծ կամ հավասար կլինի, 0 չի կարող հավասարվել, չէ՞։ Այո, Հավ, ես ենթադրում եմ միտքը հետևյալն էր, մինուս 5x-ը և պլյուս 5x-ը իրար հետ կկրճատվեն, լավ է, այո, ու դրա և շնորհիվ արմատ չենք ունենա, b-ի քառակուսից ազատվենք դրական թվից, ճիշտ է, այսինքն իսկ որ դիֆերենցիալ c-ն լինի դիմել, դրական։ քանի որ ունենք b քառակուսի հանած 4 է, այս b քառակուսին որ չլինի, անել c-ն դրական լինեն, շատ լավ կլինի, կամ էլ b քառակուսին պետքա փոքր լինի, անուցեն դրական, Այո, ու անուցեն ավելի մեծ, հիմա երկու հատիկ գտել ենք, այս երկուսը գտել ենք, մեզ իրականում պետք էր 3 հատ, այսինքն մեզ երորդն է պետք, այնպես որ երորդը գումարենք առաջինի հետ, էլի արմատ չունենա, և երորդը գումարենք երկորդի հետ, էլի արմատ չունենա, փորձեք գտնել այդ երորդ քառակուսի եռանդամը տանը, և այս մասին մենք կխոսենք հաջորդ դասին, անցնենք երորդ խնդրին, տնային առաջադրանքի, որը հասնում է ճիշտ է արդյոք, որ եթե այս թվերը բավարարում են, ABC թվերը բավարարում են B մեծ է A պլյուս C մեծ է 0 պայմանին, ապա AX քառակուսի գումարած BX գումարած C քառակուսի հավասարումը կունենա իրարից տարբեր երկու իրական արմատ։ Դե առաջին միտքը երևի պետք է հիշել, թե ինչ դեպքերում քառակուսի հավասարումը ունի երկու իրական արմատ։ Հնարև նան է, ասեք լուծումը ձեր։ Նախ մենք նայում ենք, որ b-ն մեծ է a գումարած c մեծ է 0-ի պայմանից, հետևում է, որ b-ն մեծ է 0-ից, a գումարած c-ն մեծ է 0-ից և b-ն մեծ է a գումարած c-ից։ Սրանից հետևում է, որ b քառակուսին պետք է մեծ լինի a գումարած c քառակուսուց։ Որ a գումարած c քառակուսին բացենք, կլինի a քառակուսի գումարած 2ac գումարած c քառակուսի, քանի որ ունենա երկու իրական արմատ, այսինքն b քառակուսի հանած 4ac-ն պետք է մեծ լինի 0-ից։ Դիսկրիմինանտը, որը b քառակուսի հանած 4ac-ն է,
պետք է մեծ լինի 0-ից։ Այսինքն այս վերևի հավասարումից, որ հանենք 4-ացը, կլինի b քառակուսի հանած 4-ացեն, պետք է մեծ լինի a քառակուսի գումարած c քառակուսի հանած 2-ացից։ Քառակուսի գումարած 2-ացեն 4-ացի հետ կրճատվում է, Այո, մնում է հանած հանած 2-ացը, 2-ացը գումարած c քառակուսի։ ահա, Այս հավասարումից մենք հասկանում ենք, որ b քառակուսին մեծ թիվ է եւ դրանից էլ հետեւում է, որ այս հավասարումը կունենա իրարից տարբեր երկու իրական արմատ։ այս հավասարումից Այո։ ինչի ենք հասկանում, Քանի որ մենք եթե b քառակուսին մեծ է, b-ն մեծ է a-ը գումարած a-ին գումարած c-ից, b քառակուսին էլ մեծ կլինի a-ին գումարած c քառակուսուց, այսինքն a-ն եւ c-ն փոքր թվեր են եւ այս աջ մասը ավելի մեծ է, քան ձախ մասը ավելի մեծ է, քան աջ մասը։ ձախ մասը, իրոք այս պահը, այստեղ հավասարի նշան չպետք է դնեի, Մեծ է։ այստեղ ունենք մեծի նշան, այս անհավասարումից երկու մասից էլ 4-ացը հանեցինք, մեկ աջ մասից, մեկ ձախ Այո։ մասից, զին այստեղ ունենք մեծ նշան, սին մենք արհեստականորեն ստացանք, որ դիսկրիմինանտը մեծ է ինչ-որ արտահայտությունից, բայց նաև Այո։ բայց մեզ պետք էր մեծը 0-ից ցույց տայինք, Նաև եթե a գումարած c-ն մեծ է 0-ից, դրա քառակուսին էլ մեծ կլինի 0-ից եւ եթե b քառակուսի հանած 4-ացեն մեծ է դրա քառակուսուց, ուրեմն d-ն կունենա երկու իրական արմատ իրարից տարբեր։ հա, բայց ոնց որ տեղ խառնում եք, a գումարած c-ի քառակուսին ու այս արտահայտությունը, Հա, երկուսից էլ հանել ենք 4-ացեն։ լավ, բայց այս արտահայտությունը կարող է -3 լինի, կարող է -3 լինի, Ոչ, ինչի, Չէ, պետք է։ քանի Հա, որ հնարավոր է, բայց հնարավոր է, կարող է լինել, բայց b քառակուսի հանած 4-ացեն, հա, մեծ կլինի։ հա, կարող է, իսկ այդ դեպքում հնարավոր չի, որ այս աջ կողմի արտահայտությունը լինի -3, իսկ b քառակուսի հանած 4-ացեն լինի -2, այսինքն դիսկրիմինանտը լինի բացասական, հնարավոր չի։ ինչի, Քանի որ a քառակուսի հանած 2-ացը գումարած c քառակուսին դրական թիվ է, քանի որ դա a հանած c-ի քառակուսին է, իսկ բոլոր թվերի քառակուսին դրական թիվ է, նշանակի -3 չի։ Էդի ճիշտ է, կամ 0 է, կամ 1 տեսնում ենք, որ այստեղ բանաձև ունենք, a հանած c-ի քառակուսին է, ու a հանած c-ի քառակուսին հաստատ մինուս չի կարող լինել, գոնե 0 է, ամենաքիչը 0, այսինքն մենք ստացանք, որ դիսկրիմինանտը մեծ է ինչ-որ արտահայտությունից, ու այդ արտահայտությունն էլ գոնե 0 է, ստացվում է դիսկրիմինանտը մեծ է 0-ից, Այո, այսինքն ունի իրարից տարբեր երկու արմատ։ հենց որ ասում էիք b քառակուսին մեծ թիվ է, հենց այս անհավասարությունների, կապույտով գրած անհավասարությունների շղթայի միջոցով արտահայտում ենք։ Շատ լավ, անցնենք հաջորդ խնդրին։ Ունենք y-ը հավասար է ax քառակուսի գումարած bx գումարած c քառակուսի եռանդամը եւ պարզվում է, որ այն չունի արմատներ, ընդ որում a գումարած b գումարած c-ն հավասար մեծ է 0-ից։ Պետք է գտնել c-ի նշանը։ Ինչպես անենք։ Այստեղ կրկին, քանի որ գիտենք, որ չունի արմատներ, այսինքն սրա դիսկրիմինանտը պետք է փոքր լինի 0-ից։ Դիսկրիմինանտը b քառակուսի հանած 4 4-ացի։ փոքր է 0-ից։ Եվ որպեսզի
Այո, եւ որպեսզի այսպես լինի, պետք է b քառակուսին փոքր լինի 4ac-ից։ Քառակուսին փոքր է 4ac-ից։ Եվ դրա համար էլ c-ի նշանը կլինի դրական, որպեսզի b քառակուսին այստեղ կարող է, որովհետև եթե c-ի նշանը լինի բացասական, այստեղ c-ի մինուս նշանը եւ հանածի մինուսը կդառնան գումարում եւ այս դեպքում հնարավոր չէ, որ b քառակուսի գումարած 4ac-ն փոքր լինի 0-ից։ Հա, բայց չէ, ոնց որ հնարավոր է, օրինակ կարող է անբացասական լինի, c-ն բացասական լինի ու իրար հետ այսպես արտադրյալը տա երկու հատ մինուսը պլյուս ու ստացվի։ Օրինակ, եթե b-ն լինի 1, իսկ անուցեն լինեն -5 ու -6, կլինի -5, -6, այս 4 անգամ -5 -6-ը լինում է 120։ Այսինքն b քառակուսին փոքր է ստացվում 4ac-ից։ Ինչն է խնդիրը։ Այստեղ ասվում է, որ a-ին գումարած b գումարած c-ն մեծ է 0-ից։ Ճիշտ է։ Այս պայմանը պետք է ինչ-որտեղ օգտագործենք։ A գումարած b գումարած c-ն մեծ է 0-ից պետք է օգտագործել։ Այսինքն այստեղից ստացվում է, որ a-ին գումարած c-ն մեծ է մինուս b-ից։ a գումարած c-ն մեծ է մինուս b-ից։ A գումարած c-ն մեծ է մինուս b։ Այսինքն a-ին գումարած c-ն դրական բացասական թվից մեծ է։ Հա, կարող լինի համ բացասական, համ դրական։ Բայց սա կարող ենք նմանացնել, ինչ որ բանի չեք նմանացնում։ B-ն մեծ է a գումարած c-ից, իսկ այստեղ a գումարած c-ն մեծ է մինուս b-ից։ Հան? Կակիկ, Բարձրացնենք քառակուսի։ Այո, բարձրացնենք քառակուսի, բայց որ բարձրացնենք ոնց որ թե կստացվի a գումարած c քառակուսին մեծ է b քառակուսուց, հա? ոչ, մենք կգնայինք b-ն մեծ է մինուս a հանած c, եւ եթե բարձրացնենք քառակուսի, կստացվի մինուս a գումարած c-ի քառակուսի, որը արդեն a-ի քառակուսի գումարած 2ac գումարած c-ի քառակուսին է։ Բայց կարելի է քառակուսի բարձրացնել։ Ինչը։ Երկու թվեր որ ունենք, օրինակ ունենք x-ն ու y-ը, x-ը մեծ է y-ից, կարելի է քառակուսի բարձրացնել այս անհավասարումը։ Այո, Չէ, Կարող է y-ը լինել բացասական, այդ իսկ պատճառով մեծ լինել, բայց որ բարձրացնենք քառակուսի մեծ լինի x քառակուսուց։ ճիշտ է, օրինակ կարող է լինի 7-ը մեծ է մինուս 10-ից, քառակուսի որ բարձրացնենք, կստացվի 49-ը մեծ է 100-ից։ Սենց չի կարելի։ Պետք է նաև ուշադրություն դարձնենք իրանց նշաններին։ Դրա համար եկեք հիշենք ինչ էր։ B-ի նշանը չգիտենք դեռևս։ Բայց մենք այստեղ մտածեցինք, որ C-ն կարող է լինել բացասական, A-ն էլ լինի բացասական, ու իրար հետ բազմապատկվեն տա դրական, ու դրականը մեծ լինի B քառակուսուց։ Այսինքն մենք գիտենք, որ A-ն էլ C-ն էլ բացասական են։ Սա այդ դեպքն ենք քննարկում։ Դեպք 1, A-ն եւ C-ն բացասական են։ A-ն, C-ն փոքր են 0-ից։ Մի հատ էլ հետո պետքա քննարկենք դեպք 2-ը, երբ որ A-ն C-ն մեծ են 0-ից։ Իրականում մենք ուզում ենք ասել, որ այս դեպք 1-ը հնարավոր չի, որ A-ն C-ն փոքր 0-ից չեն կարող լինել։ Մեզ պետք էր գտնել C-ի նշանը, մենք ասում ենք, որ C-ն բացասական չի կարող լինել։ եթե a-ն ու c-ն փոքր լինեն 0-ից, նշանակում է b-ն դրական է։ Եթե A-ն ու C-ն փոքր են 0-ից, Նշանակում ճնշում b-ն դրական է։ բացասական, այստեղ
B-ն պետք է լինի դրական, որ մինուս B-ն ավելի փոքր ստացվի։ Այսինքն դեպք առաջինում ստացանք, որ B-ն դրական է։ Và հետո կարանք արդեն քառակուսի բարձրացնել։ Քանի որ մենք գտանք, որ անուցեն փոքր են 0-ից, սա փոքր բացասական թիվ է։ Մինուս B-ն էլ էլի բացասական թիվ է։ Այսինքն երկու բացասական թվեր ունենք։ Օրինակ, մինուս 6-ը մեծ է մինուս 5-ից։ Հիմա որ քառակուսի բարձրացնեմ, ինչ կլինի։ 36-ը մեծ է թե փոքր 25-ից։ Փոքր, մեծ է։ Մեծ։ Մեծ։ Տիգրան, բայց մինուս 6-ը մեծ չէ մինուս 5-ից։ Լավ նկատեցիր։ Ունենք մինուս 6-ը փոքր է մինուս 5-ից, բայց որ քառակուսի ենք բարձրացնում, դառնում է մեծ։ Այսինքն, երբ որ բացասական թվեր ունենք, քառակուսի բարձրացնելուց նշանը փոխվում է։ Հիմա այս ուզում էինք քառակուսի բարձրացնել, եկեք բարձրացնենք, ինչ կլինի։ A քառակուսի մեծ A քառակուսի գումարած 2AC գումարած C քառակուսին մեծ է B քառակուսից։ Մեծ չի։ փոքր է։ Արդեն նա փոքր է B Փոքր է, նշանը պետք է փոխվի։ Այսօր տեսեք, նշանը փոխվեց։ Հա։ Բայց մեզ նաև այստեղ գիտենք, որ B քառակուսին փոքր է 4AC։ Կամ այստեղ գիտենք, որ B քառակուսի հանած 4AC-ն փոքր է 0-ից։ Ինչպես արեցինք նախորդ խնդրում, տենց այս խնդրում կարող ենք անել երկու մասից հանել 4AC։ Կստացի A քառակուսի հանած 2AC գումարած C քառակուսի, փոքր է B քառակուսի հանած 4AC-ից։ փոքր է B քառակուսի հանած 4AC-ից։ Հիմա B քառակուսի հանած 4AC, մենք ուզում էինք դա լիներ բացասական։ Այսա այստեղ գրել ենք։ Սա լինի բացասական։ A Կարող է քառակուսի հանած 2AC գումարած C քառակուսին այդ հանած C-ի քառակուսին է, որը նվազագույնը պետք է առավելագույնը չէ, ամենափոքրը կարող է լինել 0, իսկ 0-ից հետո միշտ դրական է լինելու, իսկ այս մասը ստացվում է, որ B քառակուսի հանած 4AC-ն արդեն բացասական է։ Այո։ Փոքր է 0-ից։ Այսինքն հակասություն չի կարող B քառակուսի հանած 4AC-ն բացասական լինել եւ դրանով հանդերձ մեծ լինել ինչ որ թվից, որը ոչ բացասական է։ Նույն կերպ լուծվեց։ Ուղղակի այստեղ պետք էր նկատել, որ կարող ենք քառակուսի բարձրացնել եւ դրա համար ուշադիր լինել, արդյոք B-ն C-ն ան դրական են թե բացասական են։ Համաձայն եք։ Մի հատ հարց կարամ տա։ Իհարկե։ Իսկ ինչու C-ն չի կարող լինել դրական։ C-ն կարող է լինել դրական։ Այդ դեպք երկուսն էր ու շատ օրինակներ կարանք բերել, որ C-ն դրական է։ Կարող եմ բերել հետևյալ օրինակ 2x քառակուսի գումարած 2 կամ գումարած x գումարած 10։ Համ B-ն է դրական, համ C-ն, համ D-ն։ Նույնիսկ B-ն էլ այստեղ 2x կարող է լինել։ Ան 2, B-ն 2, C-ն 10։ Բայց գիտենք, որ իրանց գումարը մեծ է 0-ից, 2 գումարած 2 գումարած 10-ը, ինչպես եւ պետք էր։ Բայց քառակուսի եռանդամը չունի արմատներ, կարող եք ստուգել, որ արմատ չունի։ Իրականում այստեղ որ ուշադիր լինենք, ոչ մի բան չի խանգարում, որ C-ն հավասար լինի 0-ի։ Օրինակ, եթե C-ն լինի 0, B-ն լինի 0, ու ունենանք անհավասարը 1։ Քառակուսի եռանդամը արմատ չի ունենա, չէ՞։ Չէ, կունենա։ Այսինքն C-ն 0-ի հավասարվել չի կարող։ Այդ դեպքում կարող ենք հետևյալ կերպ անել, եթե C-ն հավասար է 0, այստեղ
Ուրեմն B-ն էլ է հավասար 0, որովհետև աջ մասը 0 է, իսկ B քառակուսին փոքր է 0-ից։ Եկեք առանձին գրեմ այդ դեպքը։ Եթե C-ն հավասար է 0-ի, ապա ունենք D-ն դիսկրիմինանտը B քառակուսի հանած 4a C։ Ու եթե հավասարումը եռանդամը չուներ արմատներ, ուրեմն սա փոքր էր 0-ից, բայց 4a-ն չէ, որ 4a-ն 0-ի է հավասար, կարող ենք ուղղակի անտեսել այն։ Ուրեմն ստացվում է B քառակուսին փոքր է 0-ից։ Իսկ երբ որ B քառակուսին փոքր է 0-ից, B-ն միայն 0 դեպքում կարող է լինել։ Այդ դեպքում փոքր հավասար կլինի։ Անհնար է։ B քառակուսին չի կարող լինել փոքր 0-ից։ Այսինքն, երբ որ C-ն 0 եղավ, դիսկրիմինանտը չի կարող լինել բացասական, մենք եկանք հակասության։ Այս դեպքը նույնպես ժխտեցինք։ Մենք այստեղ ժխտել էինք այն դեպքը, որ անուց են փոքր են 0-ից, երկրորդ դեպքում ժխտեցինք այն դեպքը, երբ որ անուց են մեծ են 0-ի, երկրորդ դեպքը չժխտեցինք, անուց են կարող են մեծ լինել 0-ից, իսկ երրորդ դեպքը, երբ որ C-ն 0-ի է, այդ դեպքն էլ ժխտեցինք։ Խնդրի պատասխանը հասկանալի է։ C-ի նշանը միշտ պետք է լինի դրական։ Պատասխան դրական։ Համաձայն եք։ Այո։ Դե այսօրվա դասը այսքանով ավարտենք։ Հետագայում էլի կքննարկենք պարաբոլների մասին խնդիրներ, քառակուսի հավասարումների, գետի թեորեմի եւ այլն։